Ուշագնացություն, առաջին օգնություն։ Ուշագնացությունը կամ ուշաթափությունը գիտակցության հանկարծակի և կարճատև կորուստն է, որն առաջանում է բացառապես ուղղահայաց դիրքում, նստած կամ կանգնած, և արագ վերականգնվում հորիզոնական դիրքում։ Այն առաջանում է ուղեղի անոթների սուր սպազմի հետևանքով գլխուղեղի կարճատև սուր թթվասնաքաղցով, սրտի աշխատանքի կարճատև կանգի կամ սրտի արտամղման ծավալի կտրուկ նվազմամբ։ Մարդն ուշագնաց կարող է լինել սուր ցավի, վախի, տոթ և չօգտափոխվող տարածքում երկարատև գտնվելու, սթրեսի, ֆիզիկական գերծանրաբեռնվածության, երկար ժամանակ քաղցած մնալու, արյունահոսության կամ պառկած դիրքից կտրուկ կանգնելու դեպքում և այլն։ Ուշագնացությունը հաճախ սկսվում է գլխապտույտով, օդի անբավարարության, կրծքի շրջանում ճնշման զգացումով, մարմնի թուլությամբ, առատ քրտնարտադրությամբ, գունատությամբ, ականջներում խշշոցի, գիտակցության մթագնումով։ Եթե ձեր ներկայությամբ որևէ մեկը ուշաթափվում է, ապա կարող եք օգնել նրան՝ ցուցաբերելով առաջին օգնությունը։ Ուշագնացություն լինում է, երբ մարդու գլխուղեղը ժամանակավորապես չի ստանում բավարար արյուն, որի պատճառով տեղի է ունենում գիտակցության ժամանակավոր կորուստ, ուստի ուշագնացության դեպքում անհրաժեշտ է ուշագնաց լինողին պառկեցնել այնպես, որ ոտքերը գլխից մի փոքր բարձր լինեն, կամ անհնարինության դեպքում գլուխը իջացրեք ներքև, ծնկների միջև, որպեսզի ավելանա դեպի ուղեղարյան հոսքը։ Եթե ուշաթափվողը հղի է, մանավանդ եթե գտնվում է հղիության վերջին ամիսներում, ապա խուսափեք նրան մեջքի վրա պառկեցնելուց։ Ապահովեք մաքուր օդը, օդափոխությունը, որ տոտ միջավայր չլինի, փորձեք տալ հարցեր։ Եվ իհարկե կանչեք շտապօգնություն 103։